աշխատավորում է 300,000 աշխատատեղ Փաշինյանի 300,000 ադրբեջանցիների փոխարեն, ով մեզ երաշխավորում է այսպիսի անվտանգություն, որ մեր վերաբերող չի Եվ ուրեմն, հունիսի 7-ին բոլորս միասին գնում ենք և ուժեղ Վարդենիսցին ընտրելու է ուժեղ Հայաստանը, ապրելու համար ուժեղ Հայաստանում։ Հունիսի 7-ին ընտրում ենք քվեաթերթի համար Շնորհակալություն Տիկին Մարտիրոսյանին, շարունակում ենք և խոսքը փոխանցում ենք մեր թիմի այն ներկայացուցչին, ում հետևողականությունն ու ազգային նպատակների հավատարմությունը մարմնավորում են մեր շարժման ամրությունը։ Արեգա Հովսեփյան Ողջույն աննման գեղեցիկ կապուտաչյա Գեղարքունի, ողջույն Գեղարքունիքի ժողովուրդ։ Առաջին անգամ ես Վարդենիսի մասին լսել եմ դեռ շատ փոքր ժամանակ, երբ որ մենք Վարդենիսից հարս են բերել մեր բաց, այնպես որ ինձ համար այդ Վարդենիսը շատ հեռու մի տեղ էր, իհարկե շատ եմ սիրել Տիկին Ագատին և հիմա ինձ համար պատիվ է այսօր սիրելի վարդենիսցիներ ձեր առջև խոսք ունենալու։ Գիտեմ, որ այս ընթացքում շատերն են, շատ կուսակցություններ են գալու, խոսալու, տարբեր խոստումներ տալու, առաջին տարին չի որ մենք տեսնում ենք նման բաներ, բայց մենք ոչ թե խոստումներ ենք ուզում տալ, այլ լուծումներ ենք ուզում առաջարկել ձեզ։ Ձեր խնդիրների մասին ես չէ, որ պիտի խոսեմ, ինձանից շատ ավելի շատ դուք գիտեք, բայց մի կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, թե ով է այդ խոստումը տալիս, ով է այդ լուծումը առաջարկում։ Մի մարդ, որ իր ամբողջ կյանքը ստել է, խաբել է, փախչել է, իր մեղքը ուրիշի վրա է գցել, թե մի մարդ, ով ինչ խոստացել, արել է, մարդ խոստացել է, կառուցել դպրոց, կառուցել է, խոստացել է, կառուցել հիվանդանոց, կառուցել է, և գիտեք, Կարապետյանները չեն սիրում դրա մասին խոսել, միջորս էլ չեն խոսել, պարոն Կարապետյան, ձեր թույլտվությամբ դուք չեք խոսել, ես եմ ասելու։ Ուրեմն, իսկ դուք գիտեիք, որ օրինակ կորոնավիրուսի ժամանակ 340 միլիոն է հատկացվել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին, և դա արել է Սամվել Կարապետյանը, ես չգիտեի։ Եկեք այս առումով օրինակ որովհետև Հայաստանում ամբողջ տարածաշրջանում ամենավատ ցուցանիշներն են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Իսկ օրինակ գիտեիք, որ Սամվել Կարապետյանը զինվորի տան, որտեղ որ վերականգնվում են մեր հերոսները, մեր զինվորները, ամենախոշոր նվիրատուն են։ Այս ամենը այն երևույթներն են, որոնց մասին տարիներ շարունակ չի խոսվել։ Իսկ ես կարծում եմ, որ ժամանակն է խոսել։ Մեր ժողովուրդը պետք է հստակ հասկանա, թե ընտրությունը ինչի և ինչի միջև է։ Ընդամենը մի ամիս երևի այստեղ վարդենիսցիները ավելի ճիշտ կասեն, մի ամիս առաջ մեր Արտուր Ավանեսյանը, Կանդազը, մեր գնդապետը եկել էր այստեղ, ծափահարեք նրան, հարցում է ասում էի, պարոն Ավանեսյան, ոնց էր, ինչ էր, ասում էր, շատ լավ էի ժողովուրդը ընդունել, շատ լավ էր, ասում է, բայց որ այն դիրքերի նայում էի, սիրտս լցվում էր, ամբողջ բարձր դիրքերում ադրբեջանցիներն են, մենք էլ տակն ենք, ամբողջը իրանք են վերահսկում, ասում եմ, մի հատ այդ քայլերով իջնեն կհասնեն մեր դիրքեր, բա սենց կլինի ու հիշում եմ իր այդ ծանր մտքերը, այն ծանր հոգեկան վիճակը։
Ես չէի պատկերացնում, որ կգա մի օր, որ Վարդենիսում մենք կխոսենք անվտանգությունից, բայց երբ որ իշխանությունները թույլ են, երբ որ իշխանությունները ազգային շահեր չեն սպասարկում, վիճակը այդպիսին է լինում։ Ես համոզված եմ, որ երբ որ փոխվի բանակցողը, երբ որ փոխվի այն ղեկավարը, որ անընդհատ զիջում է, ինչ ասում տալիս են, միակողմանի զիջումների վերջ չկա, երբ որ լինի ուժեղ ղեկավար, Հայաստանը երբեք Էրմենիստան չի դառնալու, իսկ Վարդենիսը բազարքեչար չի դառնալու, ուժեղ Հայաստանը լինելու է, քվեարկելու ենք համար, երեք, փոփոխությունների համար, երեք։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյանին, բեմահարթակ է հրավիրվում Ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ, մարդ, ով օրենքի ուժն ու արդարության սկզբունքը դարձրել է վահան, հանուն մեր քաղաքացիների պաշտպանության, Արամ Վարդևանյան։ Բարև ձեզ, սիրելի ուժեղ Վարդենիսցիներ ջան։ Սիրելի հայրենակիցներ, իրականում Վարդենիսը չափազանց հյուրընկալ, ջերմ, ջիգյարով մեր հայրենակիցների վայրն է, բայց Վարդենիսը բաժանվում է մինչև 2020 թվականի նոյեմբերի 9 ու 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Սիրելի Վարդենիսցիներ, ես շատ հստակ գիտեմ, որ 2021 թվականին ձեզ եկել տվել են խոստումներ, ձեզ տվել են լավ ապագայի խոստումներ, ու այդ խոստումները դրժել են, որովհետև իրենք պարզապես ձեզ ստել են, ձեզ խոստացել են, որ պետք է աղքատության մակարդակը ցուցանիշը 2 անգամ պակասեցնի, չեն անում, խոստացել են, որ պետք է զբաղվածության խնդիրը Հայաստանում լուծվի, չեն լուծել, խոստացել են, որ անվտանգային սպառնալիքները, խնդիրները պետք է լուծեն, դա էլ չեն լուծել, ինչ ենք առաջարկում մենք, ինչ է առաջարկում ուժեղ Հայաստանը, առաջարկում է 300,000 աշխատատեղեր, այդ աշխատատեղերը ստեղծվելու են Հայաստանի բոլոր շրջաններում, բոլոր մարզերում, այն, որ Գեղարքունիքի մարզը ունի ամենամեծ պոտենցիալներից մեկը, դա ակնհայտ է, այն, որ ուժեղ Հայաստանը ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վերացնելու է, դա Սամվել Կարապետյանի խոստումն է, մարդու, ով ծնվել է Հայաստանում, մեծացել է Հայաստանում, կրթությունը ստացել է Հայաստանում ու հայ լինելով, իր թիմում միշտ հայերով լեցուն լինելով, կարողացել է հասնել նման մեծ բարձունքների, հաջողությունների ու միշտ Հայաստանին կապած լինել։ Սիրելի Վարդենիսցիներ, մենք խոստանում ենք, որ Հայաստանում մեկ այլ խնդիրել պետք է շատ լրջորեն զբաղվենք ու լուծումները տանք։ Դա դեմոգրաֆիական խնդիրն է, դա ծնելիության խնդիրն է։ Այս վերջին 5 տարիների ընթացքում այս իշխանությունները այնքան անտարբեր են եղել իրենց իսկ մեր հենց բոլորի նկատմամբ, որ մենք ունենք նման լուրջ սպառնալիք, որ ծնելիությունը ահավոր Ժողովուրդ ջան իջել է։ Սենց ոնց կլինի։ Մենք դրա համար ասում ենք, որ ուժեղ Հայաստանը գալիս է, փոփոխությունները գալիս են, ուժեղ Վարդենիսը գալիս է։ Սիրելի հայրենակիցներ, մենք նաև ինչն ենք հստակ ֆիքսում։ Այս իշխանությունները հիմա 5 տարի հետո, հիմա էլ խոսում են մենակ խաղաղությունից։ Այսինքն այն իշխանությունը, որը 3 պատերազմ է բերել, որը նույն Վարդենիս անվտանգային սպառնալիք է բերել, իհարկե շատ գեղեցիկ գրված է, հերոսների քաղաք, հերոսների սերունդ, այն, որ Վարդենիսի նման երևույթներով չես վախեցնի, դա պարզ է, բայց ով է խոստանում խաղաղությունը, ով 3 պատերազմ է բերել, ով տարական տված խոստումները չի կատարել։ Մենք ասում ենք, որ ոչ թե միայն խաղաղություն է լինելու, այլ ուժեղ, կայուն, արժանապատիվ, երկարաժամկետ խաղաղություն է լինելու։ Այո։
Սիրելի վարդենիստիներ, նաև իմ մասնագիտական տեսանկյունից էլ ասեմ, մենք մեր ծրագրում ֆիքսել ենք, որ Հայաստանում պետք է լինի համաներում, պետք է լինի իրավունքի իրական գերակայություն ու մեր հասարակության մեջ այս պառակտումը պետք է վերանա։ Մենք պետք է լինենք միասնական, մենք պետք է լինենք համախմբված ու համերաշխ, որտեղ սա է հայի ձևը, սա է մեր ձևը, չէ՞ ժողովուրդ ջան։ Մենք իրար ջան ասող, ջիգար ասող մարդիկ ենք, ոչ թե ամեն տեղ ատելություն տարածող։ Ժողովուրդ ջան, եկեք ես ասեմ փոփոխությունները, դուք ասեք գալիս են։ Հələ տենան կստացվի։ Փոփոխությունները Ջան, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին Քրիաթերթիկ համար 3 փոփոխություններն է գալիս է։ Փոփոխության համար փոփոխության համար փոփոխության համար Վարդենիս ջան, համար Ջան, այո։ Շնորհակալություն պարոն Վարդևանյանին եւ այսօրվա մեր հանդիպման ամփոփիչ ելույթի համար ձայնը տրվում է մեր ընդհանուր տեսլականը առաջ տանողին եւ կազմակերպչական ուժին, ում յուրաքանչյուր քայլն ուղղված է մեր երկրի ուժեղ ապագայի կառուցմանը։ Նարեկ Կարապետյան։ Բարև ձեզ վարդենիստիներ ջան։ Նկարվենք։ Վարդենիստիներ ջան, էսի ադաթա մեր մոտ, որտեղ անում ենք շատ լավ անցնում։ Մի հատ բան իրար հետ քննարկենք։ Ինչա պետություն ունենալը, ինչա ժողովրդավարությունը, ինչա հանրապետություն ունենալը։ Հանրապետություն ունենալը դա երբ ժողովուրդը ընտրում է իր մեջից մի մարդու, ով պետք է կառավարի իրեն, ամեն անգամ ինքն է ընտրում։ Ու տեսնում է թե ինչ գործ արել այդ մարդը, ինչ հետևանք է թողել այդ մարդու աշխատանքը։ Հիմա եկեք նայենք ինչ հետևանք է թողել այսօրվա վարչապետի աշխատանքը Վարդենիսի վրա։ Վարդենիսի վրայի աշխատանք համար 1 Սոտկի հանքը 18 թվականին 950 աշխատող, Սոտկի հանքը 2026 թվականին 450 աշխատող, 500 մարդ աշխատանք չունի։ Փոփոխություն իրենց բերած տարբերություն համար 2 Վարդենիսը ուղի էր տարանցիկ դեպի Արցախ, մարդիկ գալիս, գնում, առևտուր էին անում, շարժ կար։ Փոփոխություն 18-ին դա կար, 26-ին դա չկա։ Տարբերություն համար 3 Վարդենիսը ամբողջական քաղաք էր նորմալ ենթակառուցվածքներով, կար պասպորտի գրասենյակ, ինչպես յուրաքանչյուր քաղաքում։ 18-ին կար, 26-ին այստեղ էլ չկա։ Փոփոխություն համար 4, որ իրենք բերել են Վարդենիսի համար։ Կար բժշկական, հետմահու, ամբուլատորիա։ Էդի խսմատը լի ուրա ցավտան։ Հիմա չկա։ Տարբերություն 18 թվից 26 թիվ Փաշինյանի առաջի օրվանից մինչև այսօր համար 5 Վարդենիսի մասին հակառակորդը իր երազում էլ չէր կարա մտածել։ Այսօր հորջորջում է, որ ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ ստեղ ապրել է, չնայած ամբողջ տարածաշրջանը հայկական եկեղեցիներ են եւ աչք կա դրել, վերադարձնել է ուզում իրանց հայրենակիցներին ստեղ 5 տարբերություն է տվել կպնձես ժողովուրդ։ Չկա Հայաստանում մաս, որ այսքան վնաս կրի վերջի 8 տարին
քան այս համայնքը։ Մենք ունենք հիշողություն, մենք ունենք կամք։ Այո, ուժեղ։ Վարդենիսը պետքա պատասխանի իրանց, որ այստեղ ապրելու են միայն հայերը, Այո, որ այստեղ գործարկվելու են այդ 500 աշխատատեղը, որ այսօր չկա, վերաստեղծվելու են, որ քաղաքային ենթակառուցվածքը ստեղծվելու է, ամբողջ անձնագրային կետը հետավերադառնալու նորմալ քաղաքային տնտեսությունը զարգանալու է։ Սա է ճանապարհը Վարդենիսի համար։ Արել են։ Ժողովրդավարությունը այն է, որ սխալ արածին էլ շանս չեն տալի։ Ձեր քաղաքին ոչ մի լավ բան այս մարդը չի արել։ Ինչու պետք է շանս տանք, որ այստեղ ինչ որ կողքի ազգեր նկրտումներ ունենան մեր պապական հողերին։ Այդ շանսը իրանց չենք տալու։ 20 օրվա մեջ բոլորս իրար հետ խնդրում եմ, խոսեք ձեր հարևանների հետ, ձեր ընկերների հետ, թող համեմատեն մինչևը ու հիմա աղքատությունը Գեղարքունիքի մարզում 8 տարվա մեջ աճել է։ Ինչ արել ես մարդը, չեմ հասկանում։ Գործազրկությունը աճել է, զբաղվածությունը նվազել է, ծնելիությունը նվազել է։ Ինչ պետքա, ինչ չի արել, որ պետքա անես։ Զաթո յուրաքանչյուր համայնքում երրաբլուրատր է, Ասում է յուրաքանչյուր համայնքում մի հատ բանը, որ ավելացել է, չեմ էլ ուզում ասել։ եղբայրական գերեզմանոց, մեր երրաբլուրը Եռաբլուրներն են։ 5 անգամ մեծացրել է։ Ժողովուրդ, Ինչու եք անտեսում։ մենք պետքա մեր խոսքը ասենք, մեր հայրենակիցներին էլ ասենք, հմեք նայելով չի, հմեկը սուտ է ասում, ձեր կյանքը նայեք, Վերջապես մի հատ հմեք, մի հատ ասվալտ ու թուրքերը ստեղ են։ Պետքա վերականգնենք մեր պատիվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը աշխատանքով, իրար հետ աշխատելով, աշխատատեղերով, բոլորս իրար հետ, մեր հույսը ձեր վրա է, ձեր հույսը թող լինի մեր վրա, առաջ։ Շնորհակալություն պարոն Կարապետյանին, սիրելիներ տեղյակ պահեմ, որ միջոցառումից հետո տեղի է ունենալու քայլեր, խրախուսում ենք բոլորիդ ակտիվ մասնակցություն։